քեզ համար է յասամանը բայց թոշնում է այն զուր անցավորը և բոլորը ինձ են նայում տխուր Բյուրեղավանը գտնվում է Կոտայքի մարզում Հրազդան գետի աչափին։ Քաղաքը ձևավորվել է խորհրդային շրջանում, որպես արդյունաբերական բնակավայր։ Երբ խորհրդային Հայաստանը կանգնած էր արդյունաբերական բումի շեմին, հենց այստեղ հիմնվեց հանրապետության ամենանշանակալի բյուրեղապակու գործարաններից մեկը, որը դարձավ քաղաքի սիրտը, եւ գործարանի անունով էլ քաղաքը կոչվեց Բյուրեղավան։ Բյուրեղավանի մշակութային կյանքը լեցուն է։ Այստեղ գործում է մշակութային դպրոց, որտեղ երեխաները սովորում են ազգային նվագարաններ, ինչպես նաեւ արվեստի տարբեր ճյուղեր։ Իսկ մենք որոշեցինք բացահայտել հայկական կենցաղում քիչ օգտագործվող, բայց սիրելի ուդի պատմությունը Լյուդմիլա Ավանեսյանի հետ։ Եկեք խոսենք ձեր արմատներից, որտեղից են գալիս ձեր նախնիների պատմությունը։ Արմատներով հայրական կողմս Արցախից է, մայրական կողմս Ջավախ Լենինական, երաշտական տաղանդը գալիս է մայրական կողմից։ Գնանք մանկություն, որ պահից սկսվեց ձեր սերը դեպի երաժշտություն եւ ազգային գործիքները։ Սերը դեպի երաժշտություն ծնված օրերից կարելի է ասել, որովհետեւ ընտանիքում ունեցել եմ երաժիշտ մայր, տատիկ եւ միշտ մեծացել եմ երաժշտական մթնոլորտում ու միշտ գրավել է դա, քույրս եւս երաժիշտ է, սովորել է կանոնի բաժնում եւ հիմա էլ աշխատում է այդ ուղղությամբ ու իմ մեջ էլ միշտ սերը եղել է եւ մայրս էլ տաղանդը նկատում է դեպի, հա, երաժշտական ընդունակությունների եւ 4 տարեկանից հաճախել եմ արդեն երգի, այնուհետեւ 6 տարեկանից հաճախել Բյուրեղավանի երաժշտական դպրոց, սկզբում շվի դասարանում, որը շատ տենց պատահական ստացվեց, ինչի շվի, որովհետև այդ տարիներին, երբ որ քույրս սովորում էր, ես գնում էի միջոցառումներին եւ շատ տպավորիչ էր լինում շվի համարները, տենց ոգևորվածություն կար իմ մեջ ու ուզում էի անպայման գնել շվի։ Իսկ այդ տարիներին աղջիկ, հա, շվի նվագող չկար, հա։ Ու դա իմ համար ավելի ոգևորիչ էր, որ ես կլինեմ առաջիններից, բոլորը ինձ կտեսնեն, կզարմանան, հետագայում զուգահեռ հաճախում էի երգի եւ չգիտեմ ինչ հանգամանքներից ելնելով ասեցին, որ շվին կխանգարի երգեցողությանը, թեպետ այդպես չեմ կարծում, որ փողային ինչ-որ գործիք կկարողանա, հա, խանգարել, այդպես հետագայում երաժշտությանն էի ամեն ինչով, հա, երաժշտության մեջ էի Եվ ուզում էի էլ ավելի խորանալ, ինչ-որ նոր գործիք սովորել, հա, ուսումնասիրել, ուզեցի սովորեմ կիթառի բաժնում եւ Բյուրեղավանում չկար ուսուցիչ, ով կսովորեցներ, ուզեցի գնամ հաճախեմ Երևան, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց, կիթառի բաժին ու այդտեղ իմ շատ սիրելի ընկեր Զաքարյանը, երաժշտական դպրոցի տնօրենը, ինձ առաջարկում է մի հատ ուսումնասիրել ուդ գործիքը ու ասում է, որ ուդը ավելի ժամանակակից կլինի, հետագայում դեռ նոր է, հա, հայկական է, ժողովրդական, որ անսամբլ կար Սայաթ-Նովայի դպրոցում ժողովրդգործիքների, որը ղեկավարում էր ընկեր Զաքարյանը ու բավականին հաջողություններ էր ձեռք բերում, իսկ անսամբլին ուդ անհրաժեշտ էր։ Եվ դպրոցում չկար ընդհանրապես աշակերտ։ Այդպես ասեց, արի գնանք, տես, եթե դուրը չի կոչես ընդունի, դու քո գիթառը կգնաս, հա։ Ու այդպես գնում եմ միջոցառման, համերգի, որտեղ ելույթ է ունեն մի ապագա ուսուցչուհին, դե իրեն տեսնելով մի անգամից համաձայնվում եմ եւ հետագայում ծանոթանում ուդի հետ, իհարկե ուդի տեմպը եւ տեսքը գրավում է մի անգամից եւ որոշում եմ կտրականապես, այո, ես գնում եմ ուդի։ Սկսվեց պատմությունը ուդ նվագելու։ Արի խոսենք նրանից, որ ուդ լսելուց քո մոտ ավելի շատ արթնանում էր ազգայինի հանդեպ այդ սերը, թե ուրիշ ինչ-որ էմոցիա էր։ Չէ, միանշանակ ազգայինի հանդեպ սերը, մենք ուդով կարանք նվագենք ամենատարբեր ոճերի գործեր, բայց քանի որ ուդը արևելյան գործիք է ու բոլոր երկրները արևելքի, հա,
յուրացրել են որպես իրենց ազգային, մեր համար էլ շատ կարևոր է մենք ուդով մեր ազգայինը ցուցադրենք եւ նվագենք։ Իսկ որ պահից է ուդը հայկական կենցաղ մտել, որովհետեւ ինքը արևելքից է, չէ՞, ծագել ու տենց բոլոր ազգերի մոտ մտել է, օգտագործել են, իսկ հայկական կենցաղ երբ է մտել։ Հայկական կենցաղում եղել է շատ անտիկ ժամանակներից, քանի որ նաև վկայություններ եւ արձանագրություններ կան։ Ինքնին ուդը 5000 տարուց ավելի պատմություն ունի եւ պատմությունը նաև Հայաստանն է պատմության մաս կազմում, քանի որ հին միջագետքից է ուդը ծագել, միանշանակ մտել եվրոպական նաև երկրներ հետագայում, որից եւ առաջացել է Իսպանիա մտնելով, Սիցիլիա մտնելով առաջացել է լյուտնյա գործիքը, որը ուդի նախատիպ է։ Նախատիպն է։ Այո։ Այդպես Հայաստան եղել է անտիկ ժամանակներից, ուդը միշտ ժողովրդականացվել է եւ օգտագործվել ժողովրդի կողմից, որպես ժողովրդական ազգային նվագարան։ Քեզ համար կարևոր է, որ այս ամեն ինչը հենց բյուրեղամանից է սկսվում։ Իհարկե կարևոր է, քանի որ ես այստեղ եմ ծնվել, մեծացել, մեր քաղաքը շատ մշակութային քաղաք է, երաժշտական դպրոցը ունի ավելի քան 52 տարվա պատմություն, այստեղ են սովորել իմ մայրիկը, ես, իմ քույրիկը եւ գրեթե բոլորը ում ես ճանաչում եմ, եթե չեն շարունակել երաժշտական ասպարեզով, ապա անպայման սովորել են, որովհետև մեր քաղաքում շատ կարևոր է ուսուցումը երաժշտական դպրոցներում։ Հիմնականում ինչպիսի երաժշտություն ես նվագում։ Ուդով նախընտրում ենք հայկականը, բայց քանի որ մենք ժամանակակից աշխարհում ենք ապրում, փորձում ենք նաև արտասահմանյան ոճի գործեր, ուդով նվագել, ամեն դեպքում փորձում ենք ինչ-որ միքսեր անել, որ երեխաներին էլ հետաքրքիր լինի, ինչու՞ չէ, նաև գործիքը այլ կողմից պրոպագանդվի եւ գործիքի հնարավորությունները ցուցադրենք, որ միայն ժողովրդականով չի սահմանափակվում, էլի կարելի է նաև այլ ոճի գործեր նվագել։ Կան մեղեդիներ, որ դու շատ ես սիրում ու նվագում ես։ Շատ եմ ուդով սիրում Սարերի հովին մեռնեմ։ Չգիտեմ ինչի է այդպես ստացվել, ոչ տեխնիկապես բարդ նյութ է, բայց երևի հոգուն հարազատ։ Կնվագես հիմա։ Փորձեմ։ Նվագելը քեզ օգնում է կտրվել իրականությունից, թե հակառակը։ Չէ, օգնում է կտրվել եւ իրականությունից եւ առօրյան ավելի հեշտ անցկացնել, որովհետեւ երբեմն երբ որ ուղակի տրամադրություն չես ունենում ու վերցնում ես նվագում ես, ամեն ինչի մասին մոռանում ես, սկսում ես ավելի առույգանալ, նույն աշխատանքը երեխաների հետ կապ չունի, անդադ երաժշտության մեջ լինելը դա միանշանակ օգնում է։ Ինչն է ձեզ ոգեշնչում։ Ինձ ոգեշնչում են երեխաները, ովքեր հաճախում են դպրոց եւ հատկապես ուդի բաժին, քանի որ դասավանդում եմ ոչ միայն ուդի բաժնում, բայց ինձ հոգեհարազատ է եւ ավելի ուրախացնում է, երբ որ ուդի բաժնում են, սովորում երեխաները, որովհետեւ կարեւոր է ուդը պահելը մեր երկրում, հնարավորինս շատ, որպեսզի գործիքը երկար կյանք ունենա։ Հենց դրանից էի ուզում խոսեի, որ ուդը հիմա գրեթե տարածված չի, չէ՞։ Ինչ քայլեր եք անում, որ այս ամեն ինչը ավելի շատ տարածվի, որ մարդիկ լսեն եւ նվագեն ուդը։ Ուդը տարիներ առաջ ավելի, վատ վիճակում էր, կարելի է ասել, հիմա երիտասարդ երաժիշտներ ունեն, կատարողներ, ովքեր փորձում են նորացնել գործիքը, ստեղծվել է էլեկտրոուդ, Հայաստանում արդեն գոյություն ունեն էլեկտրոուդ նվագողներ, որը երիտասարդներին ոգևորում է, երեխաներին թեկուզ գան ընդունվեն կլասիկ ուդի բաժին, հետագայում ունենան էլեկտրոուդ, նվագեն ինչ-որ բենդերում։ Ես ինքս փորձում եմ ինչ-որ նոր ստեղծագործությունների մշակումներ անել,
փոխադրումներ, ինչ որ ֆիլմերից երաժշտություններ, որ երեխաները ավելի սիրով ու հետաքրքրությամբ կնվագեն, կցուցադրեն տարբեր տեղեր, արդեն տեսնում եմ տանում են դպրոց, գործիքները նվագում են, դասարանի երեխաների համար էլ է հետաքրքիր լինում, քանի որ այդքան էլ ճանաչում չունեցող գործիք է։ Ու շատ մեծ դեր է կատարում նաև դպրոցը։ Ձեր երաժշտության միջոցով ինչ պատմություններ եք փորձում տալ մարդկանց։ Հիմնականում ուզում եմ ուրախացնեմ, դա ավելի շատ հիմնական ցանկություն է, որ նվագենք, նվագով ուրախանանք, ինչ որ ժամանցներ կազմակերպենք ժող գործիքներով տարբեր, ոչ միայն ուդով, այլ տարբեր ժողովրդական գործիքներով համադրություններ անել միասին։ Այսինքն դրա հիմքում ազգայինը պահպանել։ Միանշանակ, հա։ Ուդը շատ լավ համադրվում է մեր ժողովրդական նվագարանների հետ ու անբաժան մասն է կազմում մեր ժողովրդիկների անսամբլի եւ շատ լավ տեմբրային զուլվում է բոլոր գործիքների հետ, այսինքն թե նվագակցողի դերում եւ թե մենակատարային ուդը ունի լայն հնարավորություններ։ Եթե ինչ-որ մեկը լսի քո նվագը, ինչ ես ուզում որ նա իմանա ձեր մասին։ Առաջի հերթին կուզենամ իմանա ուդի մասին, հետո որ ես նվագում եմ ուդ գործիքը ու որ դա ժողովրդական է եւ սիրի գործիքը ու ուզենա էլի լսել։ Ամենակարևորը որ առաջին անգամ լսելուց հետո ուզենան էլի լսեն։ Կարող ենք ասել, որ ուդը քո շարունակությունն է։ Ուդը իմ շարունակությունն է եւ լինելու է շարունակություն, որովհետեւ կա հստակ դրված գաղափար, որ պետք է պահել այս գործիքը, որ չկորի առաջին հերթին, երկրորդը զարգանա։ Ու պետք է ամեն ինչ անենք, մենք բոլոր ուդահարներս միասին, հա, ճանաչում ենք մեկս մյուսին ու պետք է բոլորիս գաղափարը ինձ թվում է հենց դա է, երբ որ ավարտում ենք ուդի բաժինը, ես ինքս իմ ուսուցչին խոսք եմ տվել, որ պարտադիր դասավանդելու եմ, թեպետ շատ երիտասարդ տարիքից սկսեցի դասավանդել, 19 տարեկան եմ, երբ սկսեցի աշակերտներ ունենալ, աշակերտներ ունեմ արդեն բանակից հետ են վերադարձել, շատ տենց իմ համար դեռ ընկալելի չի այդ փաստը, որ ունեմ այդքան արդեն տարիքով, հա, մեծ աշակերտներ, բայց ուրախ եմ, որ շուտ եմ սկսել ինչի համար, որովհետև արդեն Բյուրեղավանում ունենք բավական մեծ քանակի ուդահարներ, որը շատ գովելի է։ Դուք այստեղ եք ծնվել մեծացել, ինչ հուշեր ունեք հենց Բյուրեղավանի հետ կապված։ Գրեթե բոլոր հուշերս կապված են Բյուրեղավանի հետ, քանի որ շատ փոքր տարիքից այստեղ թե երգել եմ, թե նվագել եմ, բոլոր միջոցառումներին մասնակցել եմ, թե ուդով, թե երգելով, կապ չունի, հա, շատ մշակութային քաղաք ունենք, որը շատ գովելի է,
անընդհատ ինչ-որ միջոցառումներ, թե դպրոցում, թե երաժշտական դպրոցում, թե հանրակրթական դպրոցում, միշտ ակտիվ եմ եղել ու բավականին մեծ հիշողություններ կապված կան, որ հերթով կարող եմ թվել, էլի դե։ Լյուդմիլա, ինչով ես զբաղվում ես մշակույթի տանը։ Բյուրեղավանի Շարլ Ազնավուրի անվան արվեստի դպրոցում դասավանդում եմ եւ ուդի եւ գիտարի բաժնում։ Որ տարիքային խմբերն են հիմնականում գալիս։ 6-ից մինչև 18 տարեկան աշակերտներ ունեմ։ Իսկ հետաքրքրությունը ինչպիսին է երեխաների։ Բավականին լավ, միշտ ընդունելությունը ակտիվ է, հատկապես ժողգործիկների բաժնում։ Իսկ դուք եք ավելի շատ երեխաներից ոգեշնչվում, թե իրենք ձեզանից։ Փոխադարձ մեկս մյուսով միշտ աշխատում ենք այնպիսի մթնոլորտում, որ մեկս մյուսով ոգեշնչվենք, որ նոր ավելի հետաքրքիր պրոյեկտներ կարողանանք ստեղծել։ Գնանք տեսնենք երեխաների։
Մի գյուղի մեջ փոքրիկ ջահել, սև մազերով, սև աչերով, ապրում էր մի սիրուն աղջիկ, իրոք սերով իր նազերով։ Մի գյուղի մեջ փոքրիկ ջահել, սև մազերով, սև աչերով, ապրում էր մի սիրուն աղջիկ, իրոք սերով իր նազերով։